Մարզպանական Հայաստանի առաջին ապստամբության ժամանակ անկախության խնդիր դրված չէր։ Հիմա սա մարդիկ կարող է տարօրինակ համարեն, ինչպես թե ապստամբում ենք, որպեսզի անկախանանք, այն ստանդարտ սխեման ոչ։ Այս ապստամբությունը անկախության համար չէր եւ հետեւաբար այս ապստամբությունում թագավոր ով է լինելու խնդիրը այդքան էլ էական եւ արդիական չէր, երկրորդական էր։ Սովորաբար տեսեք, դուք էլ ձեր խոսքի մեջ ասացիք Վասակ Սյունին պայքարեր սկսել թագավոր դառնալու համար։ Վասակ Սյունի մոտ միանշանակ սա ավելի առաջնային էր, բայց իր մոտ էլ սա այնպիսի մի գլխավոր դերի վրա չէր, ինչպես օրինակ 4-րդ տարում Մերուժան Արծունու եւ Վահան Մամիկոնյանի հայտնի դավաճանական էպիզոդներում։ Իրականում Վասակ Սյունու պայքարը այստեղ քաղաքական բնույթ ուներ եւ արտահայտում էր իր ժամանակի մարզպանական Հայաստանի 5 առաջատար տոհմերի միջև մղվող պայքարը, որին գումարվում էր այն, որ Սյունիները այդ հնգյակի մեջ 4-րդ տեղում էին, Մամիկոնյաններն առաջին տեղում էին եւ 4-րդ տեղում գտնվող տոհմը արտաքին ուժի աջակցությամբ փորձում է ոչ միայն երրորդ, երկրորդ իջնել, այլև առաջի տեղը գրավել։ Արտաքին ուժը այս դեպքում Պարսից թագավորությունն էր։ Ավելին, եթե ասած մի քիչ քաղաքական հաշվարկի առումով էլ նայենք, միամիտ էր Վասակ Սյունի հաշվարկը, որովհետև պարզ է, որ 428 թվականին մեծ հայքի թագավորությունը վերացրած պաշտոնական Տիզբոնը հաջողության պարագայում 450 թվականին երբեք էլ չէր վերականգնի մեծ հայքի անկախ, ուժեղ հայակենտրոն քաղաքականությունը եւ այս առումով իրեն օգտագործելուց հետո ուղղակի կասեին հաջող, ինչպես եւ հետագայում արեցին։